Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Բաքվի գերությունից վերադարձած մեր հայրենակիցների մասին հայտարարություն է տարածել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Մխիթարություն եւ հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ եւ համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականon ընթացքը ընտանյաց ու սիրելիների հետ միասին, հայտարարել է վեհափառ հայրապետը։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը 3 հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուջեկչյանին, Վագիվ Խաչատրյանին։ Հայաստանը պատրաստ է պատասխանել Իրանի մտահոգություններին, եթե Միացյալ Նահանգներում ստորագրված վերջին փաստաթղթից հետո նոր հարցեր ծագեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրանական կողմի մտահոգություններին։ Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտնել էր, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Անդրադառնալով թրիփ նախագծի վերաբերյալ Իրանի հայտարարություններին, Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսին Իրանի նախագահն այցելել էր Երևան եւ այցի ընթացքում մեր երկիրը նրա խոսքով պատասխանել է բոլոր հարցերին։ Վարչապետը նաեւ վստահեցրել է, Հայաստանը կշարունակի անել ամեն ինչ բարեկամական եւ եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Հայաստան-ԱՄՆ թրիփի վերաբերյալ համատեղ հայտարարության է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նա շեշտել է, թե Թուրքիան ցանկանում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Ֆիդանի խոսքով հրապարակված փաստաթուղթը մոտ 2 ժամ քննարկել են ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, լսել, թե ինչպես է այն դիտարկում Ադրբեջանը, ապա այդ տեսակետը փոխանցել Թայիպ Էրդողանին։ Վերջում մեկ ուրախալի լուր մարզաշխարհից։ Անտալիայում անցկացվող թենիսի մրցաշարի հիմնական փուլի առաջին շրջանում Հայաստանի առաջատար Անի Ամիրաղյանը 6-0, 6-4 հաշվով հաղթեց թուրք Բահար Կիլիչին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Նշեմ, որ որակավորման փուլում Ամիրաղյանը պարտության էր մատնել սերբ Ելենա Մուզիչին եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Զապարինյուկին։ Այսքանը, կհանդիպենք ժամը 17-ին լուրերի մեր ամփոփիչ թողարկմանը։